Առաջի խորհուրդը, որ այստեղ ունենք, սովորեք նոր բառեր եւ արտահայտություններ, որքան շատ բառեր գիտենք, այնքան ավելի ճշգրիտ կարող ենք արտահայտել մեր մտքերը։ Ես ձեզ խորհուրդ կտամ, եթե դուք սովորում եք ինքնուրույն, դնել ձեզ համար ինչ-որ փոքր նպատակներ, այսինքն սովորել 5 նոր բառ եւ 5 նոր արտահայտություն շաբաթվա վերջ։ Սա կլինի ձեզ համար փոքրիկ նպատակ, բայց նաև դա իրական նպատակ է, այսինքն դուք կարող եք դրան հասնել եւ կարող եք սովորել նոր բառեր եւ արտահայտություններ։ Եվ եթե դուք արդեն նայեք, եթե ամեն շաբաթ դուք 5 բառ սովորեք, բավականին բառեր սովորում եք ամսվա վերջ արդեն։ Աշխատեք բառարանների հետ, հիշեք ձեզ հայտնի բառերի հոմանիշներն ու հականիշները, իր մասին ես դեռ խոսեմ, բայց երբ որ դուք ման եք գալիս ինչ-որ բառ, շատ լավ միտք է, որ դուք իջնեք մի փոքր ներքև, եթե օգտվում եք օնլայն բառարաններից, որոնք ես անդադ խորհուրդ եմ տալիս, իջնեք եւ տեսնեք, թե ինչ հոմանիշներ կան, ինչ հականիշներ կան։ Բնականաբար իրենց մենք չենք կարող հիշել բոլորը, բայց շատ լավ միտք է, որ դուք դա կարդաք, որովհետեւ վիզուալ կերպով միգուցե դուք դա հիշեք եւ ձեզ համար դա ավելի լավ կլինի, որովհետև հետագայում, երբ որ դուք ինչ-որ task անեք, ինչ-որ բան կարդաք եւ տեսնեք այդ բառերը, դուք կարող եք վիզուալ կերպով դա հիշեք։ Անցնենք երրորդ խորհրդին, սովորեք արտահայտությունները ամբողջությամբ։ Իրականում սա այն ամենակարևոր նյուանսներից է լեզվի մեջ, որը ես անընդհատ խորհուրդ եմ տալիս։ Ոչ միայն սովորեք օրինակ dinner բառը, անպայման սովորեք այդ արտահայտությունը, օրինակ have dinner։ Այսինքն պատրաստի արտահայտությունները կարագացնեն ձեր խոսքը։ Երբ որ դուք խոսեք, դուք արդեն կհիշեք, լավ, սա արտահայտությունը, սա միայն մեկ բառ չէ։ Կամ to tidy a room։ Իհարկե, ես տեղ գրել եմ մի քանի օրինակներ, բնականաբար դուք կարող եք ձեր տեքստերից ավելի, եթե կարդում եք կամ գրքերից, ավելի շատ օրինակներ գտնել, բայց միտքը ընդհանուր առմամբ այն է, որ պետք է սովորել արտահայտություններ, ոչ միայն բառեր, որոնք իրանցից առանձնացած են, եւ միգուցե դուք նկատած կլինեք, որ բառեր կա, դուք սովորում եք, դուք հիշում եք, բայց հետո չեք կարողանում օգտագործել։ Եթե ձեզ համար դա ինչ-որ ծանոթ խնդիր է, կարող եք չաթում գրել, որպեսզի այդ խնդիրը մեզ մոտ չլինի, շատ լավ միտք է սովորել արտահայտություններ։ Խոսեք որքան հնարավոր է հաճախ, բարելավեք խոսակցական հմտությունը դասերի ընթացքում եւ ուսուցչի հետ եւ մասնակցեք խոսակցական ակումբներին։ Եմ նշում, որ պետք է խոսել որքան հնարավոր է հաճախ։ Երբ որ ձեզ հարցնում են ինչպես եք, մեկ էլ պատասխանը գիտեք, կարող է լինի այնպեսին, որ լավ եմ։ Ինչ կարող ենք այս դեպքում անել։ Պետք է անպայման խոսել ինչ-որ թեմայից։ Պատմեք ձեր weekend-ը ոնց անցավ, խոսեք ինչ-որ արտիական թեմայից, խոսեք նորություններից, ինչ-որ բան պատմեք, օրինակ ինչ-որ բան եք գնել, պատմեք ձեր ուսուցչին։ Այսինքն, եթե դուք հնարավորություն ունեք անգլերեն պարապելու, նկատի ունեմ եւ ժամանակի առումով, եւ դուք ուղակի գնել եք դասեր, դուք ուզում եք պարապեք անգլերեն, դուք փորձեք ինչքան հնարավոր է խոսեք, ինչքան հնարավոր է շատ։ Եթե հնարավորություն ունեք ինչ-որ մեկի հետ խոսել անգլերեն, դա նույնպես օգտագործեք եւ ինչքան հնարավոր է աշխատեք ձեր խոսակցական հմտությունների վրա, պահը բաց մի թողեք։ Հաջորդ խորհուրդը, սա կարող եմ ասել, որ կապված է չորրորդի հետ, քանի որ եթե մենք ունենք զրուցակից, ում հետ կարող ենք անգլերեն խոսել, մենք երբեմն ունենում ենք այսպիսի խնդիր, որ չենք կարողանում հարցեր, չէ, մտածել քննարկման, նաև ձեր դասերի ընթացքում էլ օրինակ կարող եք նկատել, որ ինչ-որ հարցեր եք, չէ, ուզում քննարկել։ Դրա համար այստեղ իդեպ ունեք անվճար, բայց շատ լավ ռեսուրս ESL Discussions-ն է, այս հարթակն է, որտեղ դուք կարող եք գտնել բազմապիսի հարցեր, կամ օգտվեք ձեր դասագրքերից։ Սովորաբար հարցերը տրվում են յունիտների սկզբում կամ վերջում, հաստատ կարող եք տարատեսակ հարցեր գտնել, ուսումնասիրեք օրինակներ։ Գիտեք, անգամ որպես ուսուցիչ ես ինքս անընդհատ նայում եմ, թե ինչպես կարող եմ այս բառը օգտագործել մի ուրիշ օրինակում։ Հետաքրքիր երանգներ ունի ամեն բառ։ Դրա համար, երբ որ դուք նայում եք ինչ-որ բառ, նայում եք բառի իմաստ, ուշադրություն դարձրեք, ինչպես է օգտագործվում օրինակներում։ Գիտեք, բավականին հայտնի խնդիր է նաև, որ ինչ-որ բառ սովորում եք, բայց օգտագործում եք սխալ օրինակում։ Որպեսզի սա էլ չլինի, միանգամից բառը սովորելիս գրեք օրինակը։ Այսինքն գրեք արտահայտությունը, օրինակը, որպեսզի դուք դա հիշեք, վիզուալ կերպով էլ դուք դա կհիշեք եւ հետագայում կօգտվեք արդեն իսկ ձեր այդ օրինակներից։ Հաջորդ խորհուրդը, որ ունենք այստեղ, ուշադրություն դարձնելն է, թե ինչպես են արդեն ծանոթ բառերն ու արտահայտությունները օգտագործվում տեքստերում, աուդիոներում, վիդեոներում, ինչպիսի իմաստային երանգներ կան։ Անգլերեն եք պարապում, այս դեպքում ձեզ կօգնի ձեր ուսուցիչը, այսինքն reading-ի task-երը, դրա համար ամենալավ task-երն են բառերը հիշելու
համար, որովհետև դուք տեսնում եք բառերը, թե ինչպես են իրենք օգտագործում կոնտեքստում եւ վիզուալ կերպով շատ լավ հիշում եք իրենց եւ նաեւ տեսնում եք ոնց որ զգաք ավելի շատ լեզուն։ Հաջորդը, որ տեսնում ենք այստեղ, բառեր բացատրելն է։ Փորձեք բացատրել բառերը, այսինքն սենց անգամ խաղկա չէ տաբու, որը նշանակում է, որ մենք չպետք է միանգամից թարգմանությունը ասենք։ Այսինքն դուք պետք է փորձեք ինչքան հնարավոր է անգլերեն բացատրեք։ Եթե դուք հենց ներկապահին պարապում եք անգլերեն կամ ինքնուրույն եք պարապում բառեր, փորձեք ոչ թե միանգամից թարգմանել, այլ օգտվեք բառարաններից, տեսեք անգլերեն թարգմանությունը եւ նոր գրի առեք դա։ Իհարկե սա շատ կապված է ձեր մակարդակի հետ։ Բնականաբար, եթե դուք սկսնակ եք, դուք չեք կարողանա դա անել, սա սկսնակներին չի վերաբերվում։ Ձեզ կօգնի ավելի լավ զգալ լեզուն։ Այսինքն հիմնականում ես անգամ եթե զգում եմ, որ արդեն A2 level ունի ուսանողը, ես հիմնականում փորձում եմ օգտագործել անգլերեն, որպեսզի ուսանողս ավելի լավ զգա լեզուն։ Այստեղ մի հետաքրքիր խորհուրդ կա, որ պետք չէ յուրաքանչյուր բառի շուրջ մտածել, որը ասում ենք։ Կարծում եմ այս խնդիրը տարածված է։ Սա չլինի, մի մտածեք յուրաքանչյուր բառի շուրջ, որ ասում եք։ Անգամ sense մի հատ լավ օրինակ ձև կա պարապելու, որ դուք կարող եք նել ժամաչափ, խոսեք ցանկացած թեմայի շուրջ, օգտվեք հենց մեր պլատֆորմայից, որը ես նշել էի մի քանի սլայդ առաջ, այդ պլատֆորմայից գտեք հարցեր, ձայնագրեք ձեր պատասխանը եւ կանգ մի առեք։ Անկամ եթե դուք զգում եք, որ դուք ինչ-որ բառ սխալ ասեցիք, դուք ինչ-որ բան, չգիտեմ, ինչ-որ բառ մոռացաք ասեք, մի վերլուծեք դա, փորձեք վերջացնել եւ եթե մենք մտածենք յուրաքանչյուր բառի շուրջ, սա խնդիր կլինի։ Իդեպ ձայնագրելիս շատ լավ միտք է, եթե դուք ձայնագրում եք ձեր պատասխանը, ամեն անգամ ավելացրեք 1 րոպե։ Հետո 10-րդ խորհուրդը մեզ մոտ փոխել пассив բառապաշարը ակտիվինն է։ Այսինքն, դե пассив բառապաշարը գիտեք, կարծում եմ որն է, այսինքն այն բառերն են, որոնք մենք գիտենք, բայց մենք չենք օգտագործում։ Որպեսզի այս խնդիրը չլինի, գնացեք հետ, եթե դուք տետրում եք գրում ձեր բառերը, եթե Quizlet-ի կարտոչկաներ եք սարքում, ֆլեշ քարտեր, որոնց մասին ես անընդհատ խոսում եմ, հետ գնացեք, տեսեք այդ բառերը եւ փորձեք օգտագործել իրենց ձեր խոսքի մեջ։ Անկամ կարող եք այդ բառերը գրել եւ դասի ժամանակ ձեր դասախոսի հետ օգտագործել։ Իհարկե ճիշտ կոնտեքստներում։ Հաջորդը տեսնել բառակազմությունները։ Շատերը մտածում են, ինչի է պետք ինձ բառակազմությունը, եթե ես ուսուցիչ չեմ։ Բայց այսպիսի նյուանս կա, որ եթե դուք սովորեք ու տեսնեք նախածանցները, վերջածանցները, որոնց միջոցով այդ բառը կազմվում է, ձեզ ավելի հեշտ կլինի։ Այսինքն, եթե դուք տեսնեք possible, possibility, սա կհեշտացնի ձեր գործը բավականին եւ դուք ավելի լավ կհիշեք տվյալ բառերը։ Օգտագործեք mind mapping տեխնիկան։ Համար այստեղ ձեզ համար շատ լավ ծրագիր եմ թողել, որը Myron է։ Myron կգտնեք mind mapping-ի հենց template-ը, որից կարող եք օգտվել։ Mind mapping-ը իր մեջ ներառում է բառերի համախմբում։ Այսինքն, եթե դուք օրինակ մտածում եք, որ չգիտեմ, transportation-ի մասին, հա, ինչ-որ նոր բառեր եք սովորել եւ ուզում եք, մտածում եք, թե ինչպես օգտվել mind mapping-ից, այդտեղ ուղղակի պետք է գրեք transport ու արդեն իրենից գնա բոլոր այն բառերը, որոնք դուք սովորել եք իր մասին։ Գրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք սովորում եք թղթե, քարտերի կամ ստիկերների վրա։ Սա կարող է անգամ ձեզ շատ ծանոթ տեխնիկա թվա, բայց այդ sticky note-երը, որ մենք ունենք, մենք բավականին լավ կարող ենք օգտագործել իրենց անգլերեն սովորելիս։ Այսինքն դուք կարող եք ինչ-որ բառ գրել, որը դուք չեք հիշում, պահեք ձեր աշխատասեղանի վրա, փակցրեք սենյակում։ Ես անգամ մեկ-մեկ համակարգչից վրա եմ փակցնում, եթե ես գիտեմ, օրինակ ես որպես ուսանող ամերիկյան համալսարանում շատ էսեյներ պետք է գրեի եւ շատ բառեր կար, որոնք ես ուզում եի օգտագործել իմ էսեյներում, բայց չէի կարողանում, որովհետեւ ոնց որ կամ մոռանում էի իրենց մասին, կամ իրենց ժամանակը չէր գալիս, չգիտեմ, միշտ մի բան ստացվում էր։ Ու ես շատ լավ տեխնիկա գտա, որ ես կարող եմ այդ բառերը գրել sticky note-երի վրա ու ուղղակի փակցնել իմ համակարգչին ու այն ժամանակ, երբ որ ես արդեն շարադրություն էի գրում, sense վիզուալ տեսնում էի, հիշում էի լավ, ես այս բառը պետք է օգտագործեմ եւ գրում էի։ Եվ այդպես նաեւ ես այդ բառերը շատ լավ հիշեցի, որոնք բավականին ֆորմալ բառեր են եւ իրենց դժվար է հիշել ուղղակի սովորելիս։ Այսինքն, երբ որ դուք նաեւ դա գրեք, ձեզ համար դա double պրակտիկա է ստացվում։ Իդեպ հոգեբանները ասում են, որ դեղին գույնի թղթերով մենք ավելի լավ ենք հիշում, դրա համար կարող եք օգտագործել դեղին գույնի sticky notes։ Ասեմ ձեզ, որ Myron
նույնպես ունի այնտեղ կտեսնեք, որ ինքը գրատախտակ է եւ այնտեղ կան sticky note-եր, այսինքն եթե դուք չեք սիրում գրել, my room կարող եք տպել, ես իրենից նույնպես օգտվում եւ շատ սիրում եմ այս հարթակը։ Նոր անգլերեն բառերը, ձեր ամբողջ բառապաշարը փորձեք սովորել բարձրաձայն։ Չգիտեմ ինչու որոշ ուսանողներ էլ ունեն, որոնք սկզբից ինձ մոտ դասեր որ վերցնում են, ինչ-որ տեքստ է գալիս, որ պետք է կարդային, հա, այդ տեքստը, մեկ էլ զգում եմ, որ իրենք իրենց մեջ կարդում են, ասում եմ, ասեք դա, որովհետև բարձրաձայն կարդացեք, որովհետև դուք միաժամանակ մի քանի հմտությունների վրա եք աշխատում։ Կզարգացնեք թե տեսողական, թե լսողական հիշողությունը։ Դրա համար պարտադիր ամեն ինչ ասեք բարձրաձայն։ Շատ փոքր խորհուրդ է, բայց այնքան կարևոր է մեր սովորելու ժամանակ, քանի որ մենք այսպիսի հորթների վրա ուշադրություն չենք դարձնում, ասում ենք լավ, եկեք կարդամ կանցնի, բայց անգամ երբ որ ձեր ուսուցիչը ուղղում է, պարտադիր բարձրաձայն կրկնեք, թե չէ դուք կարող է չհիշեք ուղղված ֆորման։ Հաջորդ խորհուրդը սովորեք բարդ բառեր եւ արտահայտություններ, անգլերենում շատ երկազմ բառեր կան։ Ինչ նկատի ունեմ ես սա ասելով, այսինքն դուք կարող եք օրինակ housewife բառը տեսնում ենք, չէ՞, տնային տնտեսուհի։ Կազմված է երկու գոյականներից, a house and a wife։ Այստեղ մենք եթե փորձենք մի բառը հիշել, մենք մի քանի բառ կսովորենք։ Դրա համար շատ լավ տեխնիկա է սա, փորձեք սովորել բարդ բառերն ու արտահայտությունները։ Շփվեք արտասահմանցիների հետ, գիտեմ, որ դժվար է մի փոքր գտնել, չգիտեմ, անգամ մենք սովոր չենք շփվել ինչ-որ անծանոթ մարդկանց հետ։ Դրա համար ես ես համար պատրաստել եմ մի քանի application-ներ, որտեղ դուք կարող եք գտնել նամակագրության ընկեր, pen pal, այսպես ասված, որի հետ չեք խոսում, բայց միայն նամակագրություն կա ինդիվիդուալ, այսինքն մարդ կա, ով որ իրոք չի ուզում, ինչ-որ շատ ինտրովերտ է, չի ցանկանում շփվել, ինչ-որ մեկի հետ կամ այս ծրագրերից են վախենում, ասում են, բա որ ինչ-որ ուրիշ բան լինի։ Գիտեք, հավատացեք, որ այս ծրագրերը, որոնք տեսնում եք այստեղ, Hello Talk-ը հատկապես, Slowly in Tandem, այստեղ առաջինը հատկապես կարող եմ ասել Hello Talk-ը, որ այնտեղ մարդիկ հիմնականում գրանցվում են pen pal գտնելու համար, այսինքն ձեզ պես մարդիկ փորձում են գտնել մի մարդու, ով կօգնի իրենց բարելավել իրենց լեզվի հմտությունները։ Ընթերցանության կամ լսելու ընթացքում դուք պետք է ընտրեք ձեզ համար նոր բառապաշար եւ ավելացնեք այն ձեր բառարանում։ Այսինքն այս խորհուրդը իր մեջ ներառում է այն, որ մենք պետք է Quizlet հավելվածից օրինակ օգտվենք, կամ դուք կարող եք sticky note-եր գրել։ Այստեղ գիտեք ավելի ինդիվիդուալ է։ Եթե դուք սիրում եք գրել թղթի վրա, դուք կարող եք sticky note-երից օգտվել։ Եթե դուք օրինակ ես ինքս չեմ սիրում sticky note-երի վրա շատ գրել, նամանավանդ այս վերջի 4 տարիները ինչ սկսել եմ on-line դասավանդել, ես սիրում եմ օգտվել on-line flash քարտերից, այսինքն on-line այդ քարտերից, որոնք կլինեն հասանելի ամեն պահի։ Գործեք Quizlet հավելվածը։ Շատ լավ ծրագիր է, ովքեր ինձ հետևում են երկար ժամանակ է, կարծում եմ արդեն մի ամսից ավել եթե հետևում են, հաստատ տեսած կլինեն, թե ես ինչքան եմ Quizlet-ի մասին խոսում, ինչքան լավ ծրագիր է այն։ Բառերը արագ հիշելու համար կան տարատեսակ խաղեր, կարող եք իրենց ուղղակի տեսնել, թե search անել, թե ինչ են puzzles, truth or lie, արդեն ստեղ դուք պետք է տեսնեք, թե դուք որն եք նախընտրում, շատ ինդիվիդուալ է։ Բարձրաձայն, սա, գիտեք, կապված է այն նրա հետ, որ մենք պետք է ոչ միայն բառերը սովորենք բարձրաձայն, այլ տեքստեր, գրքերը։ Այսինքն, եթե դուք վերցնում եք նոր գիրք, փորձեք կարդալ ամեն ինչ բարձրաձայն։ Սա ձեզ այնքան կօգնի, որ դուք բարելավեք ձեր խոսակցական հմտությունները։ Շատ կապված է հին խորհրդի հետ, բայց սա արդեն ընդհանուր առմամբ տեքստեր կարդալու մասին է։ Վերապատմում ենք կարդացած տեքստը, սա բավականին հայտնի տեխնիկա է եւ կարող եմ ասել, եթե դուք պարապում եք անգլերեն, պետք է գայդ անի, ձեր ուսուցիչը պիտի ձեզ ցույց տա, թե ինչպես դա անել։ Ինչ որ հարցերի տեսքով միգուցե, հա, ձեր ուսուցիչը փորձի ձեզ հարցնել տեքստը եւ հասկանալ, թե դուք ինչպես եք ընկալել տվյալ տեքստը։ Պատմեք ձեր ուսուցչին, թե ինչ իմացաք հոդվածից կամ ինչ որ գրքից։ Սա նաեւ շատ լավ միտք է, եթե դուք օրինակ դասի սկզբում չգիտեք ինչի մասին խոսել, պատմեք, վերապատմեք այն գիրքը, որը դուք կարդացել եք, կամ ինչ-որ հոդված եք կարդացել, հա, BBC հոդվածներն են շատ լավը, վերապատմեք ձեր ուսուցչին։ Եթե դուք չեք պարապում անգլերեն եւ ուզում եք ինքնուրույն բարելավել ձեր հմտությունները, ապա վերապատմեք սա ձեր ընկերոջը կամ ընկերուհուն։ Սովորեք բարել երկխոսություն, կարող եմ ասել, որ իմ բոլոր խորհուրդները միմյանց հետ կապված են, ինչպես տեսակ ասացի, որ կարող եք ընկերուհու կամ ընկերոջ հետ փորձել խոսել, բայց անպայման վարեք երկխոսություններ, այսինքն
արտահայտեք ձեր կարծիքը անգլերեն, տվեք հարցեր, հատկապես գիտեք շատ լավ ունենք առիթներ, երբ որ մենք ճանապարհորդում ենք եւ կարող ենք գնալ ինչ-որ յուրաքանչյուր խանութ եւ վարել երկխոսություններ։ Անկամ եթե դուք հարցնում եք, լավ, որտեղ է գտնվում, գիտեմ, յոգուրտը, մտել ենք սուպերմարկետ ու ման են գալիս յոգուրտը, անպայման հարցրեք դա անգլերեն։ Որտեղ կարող եք, օգտագործեք ձեր հմտությունները։ Եվ եթե կարող եք ինչ-որ ձեր ընկերների հետ քննարկեք ֆիլմեր, գրքեր, նորություններ կամ ձեր ուսուցչի հետ, լրիվ անգլերեն, կտեսնեք ինչքան է փոխվում ձեր խոսակցական հմտությունները եւ ինչքան լավ եք դուք սկսում զգալ լեզուն։ Բայց այստեղ մի շատ կարեւոր փաստ կա, սա չենք անում մեկ անգամ։ Եթե դուք օրինակ ընկերների հետ փորձում եք օրինակ, շատ լավ միտք է շաբաթը մեկ հանդիպել եւ քննարկել ինչ-որ ֆիլմ, եթե դուք փորձում եք դա անել, ապա արեք դա շաբաթը մեկ եւ schedule-ի նման դրեք դա ձեզ մոտ, որպեսզի դա ձեզ մոտ շարունակական բնույթ կրի, որպեսզի դուք ավելի լավ արդյունքներ ունենաք։ Մեկ անգամով արդյունք չենք ունենա ցավոք սրտի։ Երբ խոսում ենք անգլերեն լեզվակրի հետ, մի փակվեք ձեր մեջ։ Հանրապես ճիշտ տեխնիկա չի, մի փակվեք ձեր մեջ, դրանից մենակ դուք եք տուժելու։ Այստեղ պետք է ուղղակի հոգեբանորեն մոտենանք այս հարցին եւ հասկանանք, լավ, եթե ես փակվեմ, ես հիասքանչ հնարավորությունը բաց թողեմ խոսելու, ես այն միգուցե չեմ ունենա։ Դրա համար փորձեք ինչքան հնարավոր է խոսեք։ Պատասխանեք լիարժեք, տվեք հարցեր։ Եթե ձեզ լեզվակիրը չհասկանա, կամ ինչ-որ ուրիշ մարդ, հավատացեք, ձեզ նորից հարց կտան, ձեզ կուղեն, բայց պահեք այդ երկխոսությունը, որպեսզի դուք կարողանաք ձեր նպատակին հասնել, որը նշանակում է, որ մենք չպետք է փակվենք, մենք պետք է ինչքան հնարավոր է խոսենք, շփվենք, դարձրեք առանձնահատկություններին եւ փորձեք հիշել իրենց։ Նայում եք ֆիլմ, փորձեք վերլուծել ինտոնացիան։ Բառապաշարը հասկանալ, ինչ բառապաշար են օգտագործում տվյալ մարդիկ։ Բավականին լավ կարող ենք աշխատել մեր ակցենտի վրա եւ խոսակցական հմտությունների վրա։ Կարծում եմ տարածված է, կրկնվեմ, գաղտնիք չէ, որ լեզվակիրները սիրում են կրճատել ամեն ինչ։ Այսինքն իրենք ոչ մեկ երկար ամեն բառը չի ասի, առանձին չի ասի, բոլորը արդեն սիրում են կրճատ ձևեր օգտագործել, այն ինչ որ հեշտ է տրվում մարդկանց, իրեմ have not-ը, հա, ոչ մեկ have not չի ասի, կասեն haven't, is not, isn't, հա։ Փորձեք օգտագործել կրճատ ձևերը։ Այնուհետև ստեղ ունենք tag question-ները։ Լեզվակիրները շատ սիրում են tag question-ները, դրա համար փորձեք խոսքի մեջ օգտագործել իրենց։ Իրենք շատ տարածված են իդեպ եւ լեզվակիրները շատ սիրում են իրենց։ Օգտագործեք արտահայտություններ, որոնք լրացնում են խոսքի դադարները։ Այսինքն, օրինակ, եթե մենք ուզում ենք ասենք ինչ-որ մի բան ու չենք հիշում, ու դա լրիվ նորմալ է։ Եթե դուք խոսում եք ու դուք չեք հիշում որոշ դադարները մենք լրացնենք, օգտագործեք այս բառերը, այսինքն things like that, and this, kind of, sort of, օգտագործեք իրենց եւ ձեր դադարները լավ լրացրեք, ինչպես էլ եւ անում են լեզվակիրները։ Խոսակցական լեզվում կարող եք բաց թողնել որոշ բառեր։ Ինձ թվում է սա շատ եք լսել, օրինակ, որ ասում են it might be great, հիմա ես եթե it-ը չասեմ, ոչ մի տարբերություն չկա, might be great, կարող ենք այդպես ասել։ Օգտագործեք ուղիղ խոսք, ոնց որ անուղղակի փոխարեն եւ արդեն ակտիվը փոխեք пассивով։ Դեստեղ ինչ օրինակ կարող ենք տեսնել։ Մենք կարող ենք տեսնել, որ ասվում է Sally said that she seldom chatted with friends online, կարող ենք ասել Sally said I seldom chat with friends online։ Մենք shadowing տեխնիկան անպայման չաթում գրեք, ով է հիշում այս տեխնիկան, ես միշտ խոսում եմ իրենից։ Shadowing տեխնիկան, shadow-ն ինք իրենով ստվերն է, այսինքն մենք կրկնօրինակում ենք ինչ որ խոսնակի։ Ընտրեք 1 րոպե տևողությամբ տեսանյութի հատված։ Տեսեք ենթագրերը, subtitle-ները, բաժանեք հատվածը կարճ արտահայտությունների եւ նշեք ձեր տեքստում դադարի տեղերը, որտեղ պետք է stop տաք։ Այնուհետև լսեք արտահայտությունը, պաուզա տվեք, կանգնեցրեք եւ կրկնեք։ Ձեր նպատակը ստեղ կրկնելն է եւ արտասանությունը, եւ ինտոնացիան, եւ ռիթմը, ամեն ինչը։ Փորձեք այնպես ասել, ինչպես ասում է խոսնակը։ Այդպես դադարներ տվեք, այնուհետև լսեք ամբողջ հատվածը, էլի կանգնեցրեք, դադար տվեք, կրկնեք, այնուհետև ջնջենք մեր տեքստը, մեր ենթագրերը, ամեն ինչը, բացեք տեսանյութը եւ արդեն փորձեք սկսել խոսնակի հետ միասին եւ կարող եք վերջում այսքանը անելուց հետո կարող եք արդեն ձայնը անջատել եւ միայն դուք խոսել, բայց սա արդեն վերջում, երբ որ դուք արդեն վստահ եք, որ դուք գիտեք այդ ամբողջ նյութը։
Լսեք բառերի արտասանությունը այն տարբերակով, որը ձեզ հետաքրքրում է, օրինակ բրիտանական կամ ամերիկյան, դե շատ եմ խոսում, օրինակ մենք ստեղ ունենք Cambridge Dictionary-ն, Longman Dictionary-ն, տվեք on-line բառարաններից։ Իրանք շատ լավն են, դուք հենց այդ պահին էլ կարող եք լսել, թե ինչպես են արտասանվում բառերը եւ արդեն իսկ ըստ ձեր ընտրած արտասանության։ Եվ արդեն մոտենում ենք վերջին երգեր երգելը։ Այսինքն, երբ որ դուք լսում եք երգեր, փորձեք կրկնել այդ երգերը երգեք միաժամանակ, որովհետև իրենք օգնում են զարգացնել խոսքի հմտությունները։ Անի ռեսուրսներ եմ պատրաստել անվճար։ Ինչպես գիտեք, մեզ մոտ կա Grammar Tracker, այսինքն ստեղ փորձ եմ մոտիկացնել, որ տեսնեք, սա լրիվ անվճար է, ես ինքս կազմել եմ այս ուղեցույցը, կարող եք տեսնել այն թեմաները, որոնք ձեզ պետք են ինչ-որ մակարդակում լինելիս, այսինքն եթե օրինակ դուք beginner level ունեք, ձեզ այս թեմաները բոլորը պետք են։ Կարող եք ինքնուրույն այս թեմաները, կարող եք տպել, օրինակ շատ լավ միտք է, շատ ուսանողներ ունեմ, որ իրենց տպում են, կարող եք արդեն on-line կերպով, PDF տարբերակով դուք ինքներդ թիք անեք, այսինքն հասկանաք ձեզ որ թեմաներն են պետք։ Այստեղ, երբ որ դուք սլայդը բացեք վեբինարից հետո, սեղ մեկ այստեղ ինքը լրիվ կբացվի, ձեզ կտանի հղումով։ Հաջորդ ռեսուրսը դա արդեն իսկ իմ ուղեցույցն է, սա կարծում եմ տեսել եք, անընդհատ փոստում եմ Telegram-ում, արդեն 30-ից ավել մարտարել է, արդեն ստեղ ունենք 65 կանին ինֆորմացիա է պարունակում այն բոլոր ժամանակաձևերի մասին, բավականին կարող եմ ասել դետալներով լի, այսինքն ստեղ էլ փորձ եմ մոտիկացնել եւ որպեսի տեսնեք, որ ունենք եւ այսպիսի գրաֆեր, հա, եւ բոլոր օրինակներ, այսինքն այն ինչ որ ես ձեզ ասում եմ, այս ուղղությունում կիրառված է եւ արժեքն էլ բավականին հարմար է կարծում եմ, որը կարող եք նույնպես այստեղ տեսնել հղումով, 65 էջ է բոլոր բացատրություններով, օրինակներով եւ աղյուսակներով, ուզում եմ հիշեցնել, որ ինձ մոտ կա կոնսուլտացիաներ, այսինքն եթե դուք ուզում եք սովորել անգլերեն մենակ, ինձ հետ դուք կարող եք գրել ձեր 3-ից 6 ամսվա գրաֆիկը սովորելու, որտեղ ես ձեզ տալիս եմ բոլոր նյութերը լրիվ անվճար, կոնսուլտացիան տևում է 1 ժամ, բայց դուք ունենում եք արդեն հնարավորություն աշխատել ձեր հմտությունների վրա ինքնուրույն։ Եվ վերջի ռեսուրսը դա B1 արդեն մակարդակ ունեցող ուսանողների համար է, եթե դուք ժամանակ չունեք, ուզում եք ինքնուրույն պարապել անգլերենի հմտությունների վրա, ձեզ կօգնեն արդեն իմ ինքնուրույն դասերը, որոնք բավականին նոր պրոդուկտ են Հայաստանում, որոնք լրիվ ինտերակտիվ են, ինքնուրույն են եւ կարող եք անցնել երբ ուզում եք